Ներկայացրել ձեր ժողովուրդ, մենք այսօր հրատապ հավաքվել էինք գործադիր կոմիտեի նիստանունով Գանձասարակոնդի հարցներ, նախկին սեփականատերը հրաժարվել էր պահելուց, 28 ֆուտբոլիստ և մարզիչ դիմում էին ֆեդերացիա և խնդրել էին, որ այդ հարցին լուծում տանք։ Ես հրավիրեցի գործադիր կոմիտեի նիստ և որոշում կայացրեցինք, որ իրականում Ղափանի պրոդուկտային գործարանը չի հրաժարվում պահելուց, նրանց տնօրենը ներկա էր գործադիր կոմիտեի նիստին, ու նա ասաց, որ պատրաստ եմ պահելու, ուղղակի նախկին սեփականատերը ասում է, չէ, թող փողերը տան իմ սեփականության վրա, բայց Գանձասար ակումբը ֆինանսավորի, պրոդուկտային գործարանը ֆինանսավորի Գանձասար ակումբը։ Եվ դրա համար մենք որոշում կայացրեցինք, որ թույլատրել Գանձասար ակումբ, Ղափան Գանձասար ակումբ գրանցել և հանդիսանա իրավահաջորդ, և դառնալ Ղափանի Գանձամոլիբդենային գործարանի սեփականությունը։ Ինքն տարիներ շարունակ Գանձամոլիբդենային գործարանը գումարները հատկացրել ուրիշի սեփականության վրա, մարդիկ արել են սեփականատերերը արել են հովանավորչական աշխատանք, իսկ բարեգործի կերպարն այսպես ասած ակումբ պահելը եղել ուրիշ մարդու մենաշները և ինձ ողջորեցնում է մի այլ փաստ, երբ որ լրատվամիջոցները կոչ անում երկրպագուներին դուրս գալ Գանձամոլիբդենային գործարանի ղեկավարության դեմ, այն դեպքում, երբ որ այդ մարդիկ շատ մեծ ցանկությամբ սրտացավ, ուզում են պահել և ֆուտբոլը զարգացնել Կապանում, Սյունիքի մարզում։ Հանրապետության իսկ առաջնությունում կհետաձգվեն խաղեր Գանձասարի Ոչ, առաջնությունում, եթե անհրաժեշտություն լինի ակումբը, բոլորը հավաքվել են, մարզվում են, եթե անհրաժեշտություն դիմեն ֆեդերացիա, կարող են մի խաղ հետաձգել, կարող, բայց կարծում եմ չունի, եթե անհրաժեշտություն լինի, մեծ բան չի, կհետաձգենք Պարեստանի նոր խաղ Գանձասարի։ Ակումբը հանդես կգա նույնանունով։ Ակումբը հանդես կգա Գանձասար Ղափան անունով։ Կապան Գանձասար։ Ֆուտբոլիստները բոլորը ընդունվել են արդեն նոր ակումբում Ղափան Գանձասար և նրանք պայմանագրել են կապել, հանդես են գալի բոլոր այդ ֆուտբոլիստները, ովքեր դիմել են ֆուտբոլի ֆեդերացիա և մարզիչները աշխատելու են այդ ակումբում։ Իսկ այսօր օրակարգում ինչ այլ հարցեր կային։ Օրակարգում եղել են 10 հարց, բոլորդ գիտեք, որ այս տարին նախընտրական տարի է և գործգոմի անդամների և ֆեդերացիայի նախագահի քննարկվել են այդ բոլոր 10 հարցերը, տեղը, ժամը, օրը և այլև հարցեր կան այնտեղ ընդդիմություններով կապված։ Դրանից բացի եղել է մանկապատանեկան առաջնությունում փոփոխություններ, մենք գործադիր տեխնիկական նոր տնօրեն և նա ծրագիր էր առաջարկել, գործադիր կոմիտեով քննարկեցինք այդ ծրագիրը, կարճ ասեմ, հետո մանրամասից ես տեղեկային, բոլորս գիտենք, որ մինչև 12 տարեկան Հայաստանի պատանեկան առաջնություններում միավորներով են հանդես գալի, այսուհետև մինչև 12 տարեկան այլևս միավոր չի լինել։ Չի լինելու ինչի համար, որովհետև մեր մարզիչների հետ բազմաթիվ խոսալուց, զրուցելուց, բացատրելուց հետո միևնույն է, նրանք ոչ թե աշխատում էին տրեյներներ, ֆուտբոլիստներ, պրոֆեսիոնալ պատրաստելու են ակտում, իրենք խաղում են միավորների համար, որովհետև այդ միավորների համար իրենք առաջի, երկրորդ, երրորդ տեղ ընկնում է պարտավորություն էին ստանում, դրա համար հիմա մենք որոշեցինք առանց միավորներ լինել մինչև 12 տարեկան, 12 տարեկանից հետո նոր կլինի արդեն առաջնություն այնպես, ինչպես կա։ Բացի դրանից, որոշում կայացրեցինք, որ մանկապատանեկան թիմերը 8, 9, 10 տարեկան խաղալու են փոքր դաշտերում, այլ ոչ 11 մեծ դարպասների վրա, փոքր դարպասների, փոքր ստանդարտերի և 8 հոգով, ինչպես ամբողջ աշխարհում Եվրոպայում ընդունված է։ Մենք ինչի դա առաջ չենք գնում, որովհետև չունենք այդ հնարավորությունները, գույքը, դաշտերը, այսօր ֆեդերացիան բոլոր այդ գույքերով կապահովի ֆուտբոլի դպրոցներին, ակումբներին, սկզբնական շրջանում նրանք կանեն առաջնությունը կանցկացնեն այդ ձևով, դրանից հետո արդեն գնալ այնպես ինչպես կա։ Իսկ ինչ որոշում ենք մանկապատանեկան ֆուտբոլի այդ ծրագրերի մեջ փոփոխություն, դա կիրառվելու է սեպտեմբերի 1-ից ոչ թե հիմիկվանից։
Հիմա մինչև առաջնությունը կթողենք կավարտվի, այդպես իսկ սեպտեմբերի 1-ից փոխվենք։ Գանձասարից մի քանի ֆուտբոլիստներ են այլ թիմը տեղափոխվել, սպասում են, որ այս հարցը լուծվի։ Նրանց ճակատագիրը ոնց ալնեն։ Եթե տեղափոխվել են այլ թիմեր Գանձասարից, ուրեմն ճակատագիրը որոշված է արդեն։ Եթե չեն տեղափոխվում, մնացած բոլոր ֆուտբոլիստները Գանձասար ապրում են Գանձասարում։ Ինչ ճակատագիրի նկատում եք։ Դե իրենք որ եթե օրինակ Գոքյալ Աշկերտ են տեղափոխվել, Եթե տեղափոխվել են արդեն ճակատագիր։ թիմը շարունակեց կվերադառնալ, ես դա եմ ասում, հարցերը այդ դեպքում։ Դա արդեն ֆեդերացիայի նախագահի կամ գործադիր կոմիտեի ֆունկցիոնալ մեջ չի մտնում։ Եթե նրանք ցանկություն են տեղափոխվել այլ ակումբ, ես չեմ կարող պատասխանել։ Գյումրիի մարզադպրոցը Շիրակին հանձնելու վերաբերյալ քննարկվել է։ Այո, նաև հարցերից մեկն էլ Գյումրիի մարզադպրոցը Շիրակ ակումբին հանձնելը քննարկվել է եւ հանձնել է գործկոմիտեի տվյալությամբ հանձնել ենք անհատույց օգտագործման Շիրակ մարզական ակումբ։ Խնդրեմ, ուրիշ հարցեր։ Զարմանալի դրանայի նոր տնօրենի ազգանունը ասեք, որ Ինչ։ այս նոր տնօրենը լավ կամ գործարանի Վայ Հակոբյան։ նահանգապետ։ Խնդրեմ։